Այստեղ լավ հարց է, հոգեբանություն մասնագիտություն ընտրողների մեծ մասը ասում են, որպեսզի փրկենք այլ մարդկանց, սա փրկչի սինդրոմ կարող է համարվել։ Այո։ Առաջին հերթին պետք է փրկես քեզ, հետո նոր փրկես, եթե կարիք կա, կամ աշխատես ավելի տեղին բառ եմ ուզում օգտագործել այլ մարդկանց հետ։ Փրկիչը չի կարող լինել հոգեթերապևտ։ Մոռանում ենք։ Քանի դեռ դու կրում ես փրկիչ բառը կամ փրկչի սինդրոմ ունես, դու վնասելու ես քո այցելուին։ Հոգեթերապևտը պատրաստի խորհուրդներ իրավունք չունի տալու, շատ հստակ պետք է անձնային սահմանները հարգի, բարոյայեցիկական նորմերը հարգի։ Փրկիչը չունի անձնային սահմանների հստակ առանցքներ։ Փրկիչը քո փոխարեն ուզում է լուծի։ Հոգեթերապևտը այցելուի փոխարեն ոչ մի բան չի անում։ Ստեղծում է պայման, մթնոլորտ, որպեսզի նա աճի, անձնային աճ ունենա, իր սեփական ռեսուրսը օգտագործի, գիտելիքը օգտագործի, թույլ եւ ուժեղ կողմերը տեսնի, հնարավորություն ստեղծել, որպեսզի նա գտնի կամ ստեղծի իրեն, պետք չի որսալ տալ իրեն, պետք է գոնե ստեղծել պայմաններ, որ ինքը որսալ սովորի, որ հետագայում միայնակ շարունակի իր ուղին։ Իսկ եթե դու նրան խորհուրդներ տաս, նա կախվածություն է ունենալու քեզանից։ Սեփական կարծիքը այդպես էլ չի ունենալու։ Խնդրի ձախողման դեպքում կամ խորհրդի ձախողման դեպքում գալու է ասի, սաղ դու ես մեղավոր,